Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13։ Այն ժամանակ Հիսուս արձակելով ժողովրդին տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնիր մեզ համար արտի որովների առակը»։ Նա պատասխանեց և ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու որդին է, իսկ արտը այս աշխարհն է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չար որդիներն են, և թշնամին, որ այն ցանեց, սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, և հնձողները հրեշտակներն են։ Ինչպես որոմը հավաքվում է և կրակի մեջ այրվում, այնպես կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները և նրանց, որոնք անօրենություն են գործում, և կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում է։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում, և գտնելով մի թանկարժեք մարգարիտ, գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել։ Երբ լցվել էր, այն ցամաք հանելով և նստելով, լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին։ Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կելնեն և չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Հիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին. «Այո Տեր»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը»։